Ճանապարհաշինարարական ծրագրերի համար ավելի քան 150 միլիոն դոլարի վարկ վերցնելու համաձայնագրերը այսօր խորհրդարանում բուռն քննարկումների պատճառ դարձան։ Պաշտոնյաները փորձում էին падգամավորներին վստահեցնել, որ գումարները նպատակային են ծախսելու։ Տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանը մանրամասն ներկայացրեց հաշվարկները։ Պարզվեց, որ $20,000 մասնագետներ են ուղարկելու մարզեր, որ երեխաներին բացատրեն, թե ինչպես պետք է օգտվեն նորակառույց ճանապարհներից։ Կգնան պրոֆեսիոնալ ձևով կներկայացնեն ինչպես վարվել ճանապարհի հետ, ինչպես մոտենալ, ինչպես հատել, շատ օգտակար մի գործիք է, ոչ թանկարժեք, մտահոգիչ չէ։ 40 միլիոն դոլարով էլ նախարարությունը պատրաստվում է 4 մարզերում՝ Շիրակում, Սյունիքում, Կոտայքում եւ Գեղարքունիքում ճանապարհներ վերանորոգել։ Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը զայրացած հայտարարեց, որ վերջին 8 տարիներին կառավարությունը արդեն 3.5 միլիարդ դոլարի վարկ է վերցրել, բայց դրանք արդյունավետ չեն ծախսվել։ Կարող եմ հարցնել հանրապետության նախագահին, որը բերել այս վարկերը, հանրապետության վարչապետին ես ինչ է կանում։ Ինչ չի կանում ընդհանրապես։ Ես ունեմ ենթադրում եմ, որ այդ վարկերը մի զգալի մասը ես չեմ կարող կոնկրետ մեղավորել, պարզապես աբնալիչկայում դուրս է գրվում ու գրպանվում է։ Բագրատյանի ելույթին շտապեց արձագանքել Գալուստ Սահակյանը։ Պատգամավորն էլ դահլիճից սաստեց նրան, թե մեջ բերում եմ գնա գործիդ։ Հա, ասեցիք գնա գործիդ ինձ։ Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ինչ ես ուզում ինձանից։ Վարկերի արդյունավետ ծախսման մասին կասկածներ էր լսել նաև Բարգավաճ Հայաստանից պատգամավոր Միքայել Մելքումյանը, մինչդեռ փոխնախարար Առաքելյանը վստահեցրեց, որ վարկատուները իրենցից գոհ են։ Պատգամավորն էլ առաջարկեց գումար ծախսել, որ այդ մասին շատերն իմանան։ Կան այլ մեխանիզմներ, որպեսզի PR-ը, դրանց վերահսկողությունը, հանրային կարծիքի ուսումնասիրությունը, ՀԿ-ների մասնակցությունը, դուք ինչ մեխանիզմներ եք տեսնում, որ մեկ անգամ մենք դա խոդի գցենք, գործի գցենք եւ այդ բանը դուրս գա, չէ՞, ձեր շահերից էլ է բխում։ Մեր կայքի միջոցով ոչ միայն հրապարակումներ, այլ վիդեոներ։ Բուռն քննարկումների առիթ դարձավ նաև Երևանի քաղաքապետարանին հատկացվելիք $112 միլիոն վարկը, որով նախատեսվում է 17 կիլոմետրանոց ճանապարհ կառուցել եւ բեռնաթափել մայրաքաղաքը։ Վանաձորից պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ բոլորը խոսում են տարածքների համաչափ զարգացումից, բայց մեծ գումարներ միայն Երևանին են հատկացվում։ Ուզում եք Երևանի կենտրոնը բեռնաթափվի, մարզերը զարգացրեք, քաղաքները զարգացրեք, Երևանի կենտրոնը կբեռնաթափվի։ Աուրա կլինի ապրելու, աշխատատեղեր կլինեն, մարդիկ չեն գա լցվեն մայրաքաղաք։ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նման մտածելակերպը գավառական որակեց։ Երևանն է Հայաստանի թիվ 1 այցեքարտը, ինչ որ մեկի մոտ սա հարց առաջ ասում, հարց եմ տալիս։ Մայրաքաղաքը տեղափոխենք, տանենք ընդդեմ, այս ինչ պրիմիտիվ գավառական խոսակցություններ է։ Օրինաց երկրից պատգամավոր Հեղինե Բիշարյանն ասաց, որ իրենք բազմաթիվ վարկային ծրագրեր գիտեն, երբ գումարները փոշիացվել են։ Ամենապրիմիտիվ, այն էժանագին 2 կոպեկանոց գնումները օֆշորում գրանցվածներ են անում։ Դե ամոթ է էլի։ Դե այդքան հայրենասեր եք, այդ փողերը ինչի եք երկրից հանում օֆշորով։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը պատգամավորներին վստահեցրեց, որ $112 միլիոն օգտագործումը արդյունավետ կլինի։ Միջազգային մրցույթով ընտրված կազմակերպություններն էլ վերահսկելու են գործընթացը։ Իդեպ այս գումարից $13 միլիոն էլ խորհրդատվական ծառայությունների համար է հատկացվելու։ Արեյանը շտապեց հայտարարել, սա այն խորհրդատվություններից չէ, երբ գումարները փոշիացվում են։ Քննարկումը կշարունակվի վաղը։